հնարավորություն կունենաք, պարոն Աբրահամյան, իմ կարծիքով պատասխանեք։ Շատ բարի։ Այլ հարցեր հարակից զեկուցողին։ Այլ հարցեր, Տիգին Ջուլակյան, այլ հարցեր հարակից զեկուցողին։ Չկան հարցեր։ Հարգելի գործընկերներ, հարթակը բացվում է մտքերի փոխանակության համար ելույթներ։ Խնդրում եմ գրանցեք։ Մի վարքան սպասեք սաղի գրանցեմ, որ հերթականություն բան։ Դավոյան, Մինասյան, Պարոն Մինասյան, այո։ Ոնց ուզում եք ելույթ եք արագ ունենաք։ Տիկին Մինասյան հարց ունեք, թե չէ, Տիկին Քլոյան, Պարոն Աբրահամյան եւ Տիկին Մկրտչյան, ճիշտ եմ հիշում, չէ՞, Մկրտչյան։ Ես պարզապես պետք է տեղեկացնեմ ձեզ, Տիկին Ղազարյան դեպքում եւ վերջում Տիկին Ղազարյան։ Ես պետք է տեղեկացնեմ, որ հարակից զեկուցողը կես ժամ է չէ ձեր հանդիպում։ Կես ժամանոց հանդիպում ունի Zoom-ով։ Ես կարող եմ առաջարկեմ հետեւյալը ժամը 1-ին ընդմիջենք, կես ժամով եւ դրանից հետո կամ եթե կարիք կա, եթե ելույթներ կա, եթե բաներ լինի, ամեն դեպքում, եթե չէ, ես կարծիք կներկայացնեմ։ Տիկին Դավոյան, խնդրեմ, պատրաստվի պարոն Մինասյանը։ Մարդ չմոռացա, չէ՞, ոնց որ բոլորին գրանցել եմ։ Շնորհակալություն։ Պարոն Մամուջանյան, ձեզ պիտի արձագանքեմ, որովհետև քանի որ պարոն Վարդանյանը դուրս էր եկել եւ դուք վկայակոչեցիք պարոն Վարդանյանին, ասացիք ես իրեն հարցնեմ, թե դուք միջազգային հարթակներում եւ բավականին մեծ սարկազմով ասացիք, որ դե քանի որ դուք այնտեղ եք, մենք չգիտենք այնտեղ ինչ է կատարվում։ Ես հիշում եմ մի դրվագ միջազգային հարթակների հետ կապված ձեր քվեարկության, որը մեծ արձագանք ունեցավ, դա 27/01/2022 թվականին է ստուգեցի, երբ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը բանաձևը, որին դուք դեմ քվեարկեցիք։ Եվ ընդ որում բանաձևում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվել էին, ադրբեջանական պատվիրակության առաջարկները մերժվել էին եւ դեմ էին քվեարկել 14 падգամավոր։ Մեկը դուք էիք, 1 հոլանդացի, 6 ադրբեջանցի, 6 թուրք։ Հիմա դրա հետ կապված էլ մի ասեք, թե դուք ինչպիսի դիրքորոշում եք ունենում, որովհետև այս դիրքորոշումը բավականին ոչ բարենպաստ կարծիք է ստեղծում ձեր մասին։ Եվ անընդհատ ձեր ելույթում քանի որ քննարկում ենք հայտարարությունը, քննարկում ենք այն, թե դուք ինչպես եք պատկերացնում ձեր պատկերացումներով ինչպիսին պիտի լինի Հայաստանը կամ քաղաքականությունը, որը այս պահին ձեզ դուր չի գալիս։ Կարելի ուղղակի, պարոն Մամուջանյան, ներկայացնել դա եւ չորակավորումներ չտալ, պիտակավորումներ չտալ։ Մենք կարող ենք ձեզ հետ բանավիճել, վստահ եղեք։ Մենք կարող ենք բանավիճել, թե որս ինչքան գիրք ենք կարդացել, այդ էլ կարող ենք։ Եվ դուք անընդհատ քննարկում եք, թե ով ինչ ինտելեկտուալ մակարդակ ունի, որ խմբակցությունը որտեղ։ Այդպես որ զարմացած նայում եք, դա չի նշանակում, որ մի 40 րոպե առաջ այդ խոսակցությունը չէր գնում։ Հետևաբար ես խնդրում եմ դուք ուղղակի խոսեք ըստ էության, առանց սարկազմի, թե չէ կարող ենք բանավիճել ձեզ հետ, ինչքան ուզեք, ցանկացած հարցով, խնդիր չկա, մեր հանձնաժողովում, հանձնաժողովից դուրս։ Իսկ ինչ վերաբերվում է տարբեր այս ձեր մոտեցումներին, ինչի մասին որ դուք խոսում էիք, սկսեցիք Տավուշյան դեպքերից եւ այն նարատիվներով սկսեցիք խոսել, որով Հայաստանի Հանրապետությունում վաղուց ոչ ոք չի խոսում, ելի նորից սկսեցիք մեղադրել Հայաստանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծելու դեմ, սանձազերծելու մեջ, խոսեցիք արցախցիների նկատմամբ վերաբերմունքից, խոսել եք։ Եվ այդ բոլոր քննարկումները, որոնք հավաքական դուք այսօր ներկայացրեցիք, էլի շատ մեծ հաշվով այդ անվստահություն հայտնելու մասին նախագծին չէին վերաբերվում, որովհետև դուք նորից սկսեցիք մասնավորեցնել բոլոր հին ու նոր բաները։ Մամուջանյան, դե զարմացած մի նայեք, ուշադիր լսում էի։ Ես ուրիշ բան եմ ասում, դուք ուրիշ բան եք ասում։ Ասածս ինչի մասին է։ Ուզում եմ ասել, որ ես նորից մնում եմ
իմ այն կարծիքին, որ եւ նորից հողում եմ ուզում կատարել ձեր այն խոսքին, որ եթե դուք ակնկալիք չունեիք քաղաքացիական խմբակցության падգամավորներից եւ առանց ակնկալիքի նման մեծ քննարկում եք կազմակերպում 300 հոգանոց, որին ցավոք եկել էին 160 հոգուց շատ քիչ հոգի, դահլիճում էլ ահագին ազատ տեղեր կային, բայց դուք պնդում էիք, որ ինչ որ ձևերով խոչընդոտել են ձեր հյուրերի ներկա լինելը։ Ես կարծում եմ, որ այդ նախաձեռնությունը ուղղակի, այսպես ասած, որևէ տեղ չտան ուղեր, եւ որտեվ դուք որևէ ակնկալիք եւ որևէ համագործակցություն չէիք էլ տեսնում նախապես։ Ինչը որ կարծում եմ իրերի բերումով նաեւ նորմալ է համարվում, որովհետեւ այդպես է դասավորվել։ Եվ ես կարծում եմ, որ մենք նորից պիտի ապավինենք, շարունակենք ապավինել ժողովրդի իմաստությանը եւ սպասենք 26 թվականի ընտրություններին։ 26 թվականի ընտրությունների ժամանակ խորհրդարանական Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն։ Մենք ենք լավը, դուք եք լավը, թե այլ տարբեր ուժեր են ավելի լավը, քան մենք եւ դուք։ Եվ այստեղ նստած որևէ մեկս չենք կարող ինչ որ մեկին ճիշտ ժողովրդավարության, այսպես ասած, հետևելով ինչ որ մեկին անվստահություն չենք հայտնի։ Կսպասենք ժողովուրդը հայտնի իր վստահությունը եւ իր անվստահությունը 2026 թվականին։ Կարծում եմ քաղաքական process-ներին ավելի մեծ լեգիտիմություն հաղորդելու համար առաջին հերթին պետք է ժողովրդին մասնակից դարձնել այդ բոլոր գործընթացներին։ Ընդհանրապես ոչ թե գալ տարբեր ամբիոններից խոսել ժողովրդի անունից, անվանարկել կամ չանվանարկել, պիտակավորել կամ չպիտակավորել եւ ընդհանրապես քաղաքական գործընթացներին անընդհատ այսպես փորձել ուղղություն տալ։ Կսպասենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ կտեսնենք, թե ովքեր, այսպես ասած, կգրավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու սիրտը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խոսքը փոխանցում եմ պարոն Մինասյանին, պատրաստվի Տիկին Քլոյանը, խնդրեմ պարոն Մինասյան։ Հայաստան խմբակցությունը արդեն իսկ հայտարարել է այս հայտարարության նախագծին լիակատար աջակցության մասին, ելնելով նրանից, որ նրանում արտացոլված գործող կառավարության եւ քաղաքական իշխանության ձախողումները իրավաքաղաքական հիմքերի առումով ամբողջությամբ ընդունելի են, որն արձանագրված այս հայտարարության մեջ, ավելին, նույնիսկ կարելի է ել ավելին լայնել, սկսած նրանից, որ գործող իշխանությունը իր իշխանությունը պահելու շրջանակներում կիրառում է նաև անթույլատրելի օրենքով սահմանադրությամբ անթույլատրելի մեխանիզմներ, առերևույթ բազմաթիվ հանցակազմերի առկայության պայմաններում, սկսած պաշտոնական լիազորությունների անցումից, ավարտված պետական դավաճանության առերևույթ հանցակազմի տարեր պարունակող արարքներով։ Այս ամենը կարող էին տեղ գտնել այս հայտարարության իրավաքաղաքական հիմքերում, բայց այնուամենայնիվ անգամ թվարկվածն էլ լիուլի բավարար է, որպեսզի գործող իշխանությունը օր առաջ հեռացվի։ Ինչ վերաբերում է անվստահության հայտնելու գործընթացին, միանալու եւ չմիանալու հարց չկա, սա եղել է մշտապես 21 թվականի ընտրություններից հետո մեր օրակարգային հարցը եւ մենք մեր գործընկեր պատիվ ունեմի հետ միասին բազմիցս ենք ազգային ժողովում հայտարարության նախագծեր ներկայացնել, արտահերթ նիստեր պահանջել, որից ամենաակնառուն թերևս 24 թվականի հունիսի 12-ին էր, երբ որ մեծամասնությունը տապալեց արտահերթ նիստի անցկացումը, իրենց վերապահված մեծամասնության կարգավիճակը չարաշահելով, ավելին ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ վնասվածքներ պատճառվեցին մեր քաղաքացիներին եւ առայսօր որևէ ձևով պատասխանատվության չեն ենթարկվել բռնություն քարոզող եւ բռնություն կիրառող անձինք եւ պատասխանատուները։ Խոսքը վերաբերում է թե ոստիկանության, թե քաղաքական իշխանության ներկայացուցիչներին։ Հետևաբար, ինչպես լսումների ժամանակ նաեւ
Իշխան Սաղաթելյանը ասեց, մենք ստորագրությունները ունեցել ենք, փոխանցել ենք մեր գործընկերներին, հիմա էլ արդեն մեկ միասնական ձևաթուղթ է պատրաստվում, որովհետև այստեղ մենք խնդիր չունենք, ես ուզում եմ նաև Տիկին Ջուլակյանի եւ մյուսներին դիմելով ասել, որ չկա այդպիսի խնդիր առհասարակ եւ հետեւաբար այդ տեսակետից մութ սենյակում սև կատու պետք չի փնտրել։ Դուք ավելի լավ մտածեք, որ այս մեղադրանքները, որոնք հնչեցվում են քաղաքական եւ նաեւ իրավական առումով, դուք պիտի վաղ թե ուշ պատասխանատվության շրջանակներում բացատրություններ տաք։ Միայն խոսելով չի, միայն այսպես մեծամասնության կարգավիճակով չէ, որ ինքներդ որոշում եք, հավաքվում եք, հայտարարություններ եք ընդունում, ընդ որում հայտարարություն եք ընդունում ԿՊ-ի վարչությունում, բերում եք այդ ԿՊ-ի վարչության հայտարարությունը, դարձնում եք ազգային ժողովի հայտարարություն։ Սա ուղղակի պետության բոլոր այդ հայտարարությունները, թե սրբազանների գործերով, թե մի քանի օր առաջ բերված հայտարարությունը, կեղծել անվանումներ դնելով, մի դեպքում ասում եք ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում է, մի դեպքում ասում եք խաղաղության, որոնք երկուսն էլ բացարձակ կապ չունեն իրենց հարցի էության հետ։ Բայց դրանք բոլորը ժամանակի ընթացքում պետք է գնահատականների արժանանան։ Բայց այսօր հնչեցին մի քանի մտքեր, որոնք որ զարգացնում են եւ ավելի են այսպես ակնառու դարձնում այսօրվա քաղաքական իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու վերաբերմունքը պետության կառավարման հանդեպ։ Ասում է հետեւյալը. ճամբարներ տեսել եք դուք Արցախահայության մասով։ Ես ընդունում եմ դա մեծամասնության խոսք, անձնապես մենակ ձեր խոսքը չի, դա մեծամասնության տեսակետն է։ Իսկ ինչու պետք է ճամբարներ լինեին, եթե Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն էր։ Ինչու պետք է ճամբարներ լինեին, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ծրագրում սևով սպիտակի վրա գրել էր այդ հանձնառության անվերապահ կատարումը։ Եվ վերջին հաշվով ինչու պետք է ճամբարներ լինեին։ Դա ձեր շնորհքն է, թե հայ ժողովրդի շնորհքն է Հայաստանի Հանրապետությունում, որ կարողացան մոբիլիզացված ձևով մեր հայրենակիցներին քիչ թե շատ մի քիչ տանելի պայմաններ ստեղծել։ Իսկ հիմա երբ որ դուք խոսում եք արցախահայերի նկատմամբ իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին, մի հատ էլ շփվեք մարդկանց հետ։ Բնակարանից սկսած ավարտված տարական աշխատանքի պայմաններով խնդիրներ են առաջացել։ Հələ քաղաքական իրավունքի մասին էլ չենք խոսում, ազգային հիմնախնդրի մասին էլ չենք խոսում, վերադարձ իրավունքի եւ այլն։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում արցախահայության քիչ թե շատ տանելի պայմանների մասին։ Այնպիսի հերոսական ձևով եք ներկայացնում, ախր մի հատ տեսեք, քանի արցախահայ է լքել Հայաստանը, ինչ պատճառներով, ինչու են գնացել։ Այս մասերով էլ դուք վերլուծություն չունեք։ Ավելին, երբ որ առաջարկից ներկայացնում, միանգամից հանդիպում ես դիմադրության։ Եվ երկրորդ շեշտադրումը, որ առաջին անգամ ես լսեցի, մինչև ես անընդհատ ասում էր, որ այո, մենք ծրագիրը չենք կատարել, բայց մենք ժողովրդից ներողություն ենք խնդրել եւ ասել ենք, որ ժողովուրդ, դե իրավիճակը փոխվել է, հետեւաբար այս իրականության մեջ այսպես ենք շարժվել։ Հիմա այսօր առաջին անգամ նաեւ հնչեց, որ չէ, այդպես չի, մենք ծրագրով ենք շարժվել, փաստորեն։ Ստացվում է, այն ինչ որ ծրագրում գրված էր, առնվազն ազգային պետականության հիմնախնդիրների մասով, դրանք բոլորը օդում կախված խոսքեր էին։ Իրականությունը նա է եւ ճշմարտությունը նա է, որ Նիկոլ Փաշինյանն է եւ վերջ։ Եվ երբ որ մեծամասնությանը հարցնում ես լավ սահմանադրական այդ կարգավորումը ինչպես է պրակտիկայում գործադրվում, չէ՞ որ այս նորմը վերաբերում է падգամավորներին։ Եվ падգամավորները իրենք պետք է փոխեն կառավարության ղեկավար։ Ժողովրդի վրա գցելը նշանակում է ուղղակի պատասխանատվությունից խուսափել։ Ժողովուրդը չի ընտրում Հայաստանի Հանրապետությունում վարչապետ, մեծամասնության
ներկայացուցիչներ։ Ժողովուրդն ընտրում է պարլամենտի պատգամավորներ, կուսակցություններ, դաշինքներ, որոնք գալիս են պարլամենտ եւ ձևավորում են կառավարություն։ Եվ ցանկացած ժամանակ կառավարության փոփոխությունը այդ падգամավորների պարտականությունն է, լիազորությունն է։ Ինչ է ժողովրդին բերում պատասխանատվության դաշտ։ Ու ամենաաբսուրդը, ասում են, դե եթե ժողովուրդը ձեր հետ համաձայն է, ուրեմն պետք է գա հրապարակ գլուխ ջարդի։ Ոնց։ Բա ինչ։ Բա պետք է գա ինչ, երկի Սերժ Խոստովանի ինչ անի։ Ումը։ Լսեք, ուրեմն երբեք որևէ երկրում ձեր նշած մեխանիզմով, նույնիսկ Հայաստանում 2018 թվականին Սերժ Խոստանալու համար չէին գալիս հրապարակ։ Սպառնում էին, հիշեք, եւ դուք մոռացել եք դա։ Հավանաբար մոռացել եք, որտեղ իշխանական փափուկատորները արդեն մոռացությանը տվել ձեր անցած ճանապարհը, ձեր անցած ուղին, վերագրելով այնուամենայնիվ մեր անցած պատմության ընթացքում հաղթանակներ բերած մարդկանց ամենավերջին հանցագործությունները, դուք փորձում եք ձեր այսօրվա ձախողումները, ձեր այսօրվա ոնց ասեմ, ժողովրդի նկատմամբ, պետության նկատմամբ առերևույթ հանցագործությունները քողարկել։ Եվ սա է ձեր ճանապարհը, դա հասկանում եմ որպես մարդ, բայց որպես ազգային ժողովի падգամավոր չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է իշխանական падգամավորը Սահմանադրության նորմը, իր լիազորությունը, իր պարտականությունը չկատարելով տեղափոխի ժողովրդի ուսերին։ Եվ ավարտելով խոսքս։ Ինչպես։ Խնդրեմ, տվեք, դուք դեռ շատ պատասխան պետք է տաք։ Եվ ավարտելով խոսքս, ասեմ հետևյալը։ Այո, վաղուց է հասունացել Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու անհրաժեշտությունը։ Բոլոր հիմքերը կան, բոլոր։ Խնդիրը միայն նրա մեջ է, որ արդյոք այնուամենայնիվ մեծամասնությունը իր միջից կկարողանա այդ կամքը գտնել եւ իրականացնել այդ փոփոխությունը, նաեւ իրենք կարողանան այդ կամքը գտնել։ Մեր գործընկերները, պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերները, այնուամենայնիվ հայտարարում են, որ կա այդ հնարավորությունը։ Մենք, որպես Հայաստան խմբակցություն, ցավոք նախորդ 4 տարիներին չհաջողվեց մեծամասնության միջից գտնել այդ մարդկանց, որոնք անբերապահ եւ առանց հետևողական դիտարկումների անընդհատ մտածում են, որ իրենց վարչապետից ուրիշ մեկը չի կարող Հայաստանը ղեկավարել։ Հիմա եթե կա այդ հնարավորությունը ամբողջությամբ եւ լիակատար մեր աջակցությունը հայտնել ենք եւ գտնում ենք, որ այո, նաեւ համաժողովրդական պահանջը պետք է առարկայացվի։ Իսկ այն ձեր սիրուն խոսքերը, թե իբր գալիս են հրապարակ, որպեսզի Սերժ Խոստովանեն, այդպես իշխանափոխություն չի լինի, հարգելի մեծամասնություն։ Այդպես կարող եք դուք ֆեստիվալներ կազմակերպեք, բայց իշխանափոխությունը դա չի։ Իշխանափոխությունը կամ իշխանության հեռացում, այդ թվում նաև հանրային ճնշման միջոցով, որի անունը Նիկոլ Փաշինյանը դրել էր հեղափոխություն եւ ասում էր, բան չի հեղափոխություն չեն անում։ Իրականում հենց ժողովուրդը հավաքվում է, ձեր ամբողջ ուժային կառույցները բերետներից սկսած ավարտված ամենատարբեր ուժայիններով ջարդում են ժողովրդին։ Եվ դրանից բխեցնելով, որ դուք ասում եք, ինչու բա միջազգային գնահատականներում չկա տված, որ ջարդու փշուր է եւ այլն, նախ այնպես չի, որ չկա տված, իսկ տրված գնահատականները ձեր համար կարևոր չեն, բայց նաեւ ես ուզում եմ արձանագրել մի բան, որ միջազգային այն կառույցները, որոնք տարիներ առաջ մինչև ձեր իշխանության գալը, երբ որ մի թեթև է ժողովրդավարությանը վտանգող գործողություն էին տեսնում, դատարաններից սկսած ավարտված միջազգային ացիաններով, ԵԽԽՎ-ով եւ այլն, չէին դատարում թմկարելու, որ Հայաստանի իշխանությունը բռնատիրություն է հաստատում։ Բա բացահայտ,
մարդկանց գլուխը տալիս ջարդում են փողոցում, իրենց ազատ կամքն արտահայտելու, հավաքներ անցկացնելու շրջանակներում որևէ ծպտուն չկա։ Հիմա եթե դուք համարում եք, որ դա արդար մոտեցում է, ու Նիկոլ Փաշինյանը ասում են չի հեղափոխություն չեն անում, ուրեմն Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհը բռնի իշխանափոխությունն է։ Ուրիշ բացատրություն ես չունեմ, բայց մեր ժողովուրդը, որ բռնի իշխանափոխության դեմ է գնում, գլուխ ջարդելու ռեժիմով դեմ է գնում, դուք դա վերագրում եք ընդդիմության թուլությանը։ Ահա թե որտեղ է թաքնված իրականում շան գլուխը։ Դուք ձեր հոգու խորքում փայպայում եք միտք, որ իշխանափոխությունը պետք է լինի, այո, գլուխ ջարդելով։ Դրա համար եք տենց հետևողականորեն եւ վճռական ասում, որ բան չի չեն գալիս, որովհետեւ գիտեք, որ հենց որևէ մեկը քայլ անում, տլեպ տալիս եք գլխին, տանում բանտարկում եք, բերտերում եք լցնում, քաղ բանտարկյալների հսկայական հատված եք ձևավորել։ Իսկ տիկին Ալխազ Ղազարյանին ես կառաջարկեմ այնուամենայնիվ կանոնակարգ օրենքը նայեք սրա զարգացումը հայտարարության, դուք որ փորձում եք բերել այլ դաշտ, այդպես չի։ Ինչ է հիմա, ելնում եք ամբիոնից, վերագրում եք բաներին զորինակ, չիմանալով, չուսումնասիրելով եւ սուտ ու կեղծիք տարածելով։ Հիմա անգամ նույնիսկ հիմա տարական բան կա, որ չեք կարողանում անել։ Այնուամենայնիվ ավարտելով խոսքս, շատ հստակ է, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ չէ բնականաբար այս նախագիծը ավելի լայն քննարկման առարկա դարձնելու, ինչը որքան էլ հասկանալի է իմ համար հավասար չափով ընդունելի չէ, որովհետև դա նշանակում է քողարկել իրականությունը։ Իսկ իրականությունը, այո, արտացոլված է այս հայտարարության մեջ իր իրավաքաղաքական հիմքերով, իսկ լուծումների առումով, այո, կարող են նաև տարբեր լուծումներ լինել։ Այդ տեսակետից կարող է նույնիսկ հայտարարության վերջին պարբերությունը անգամ խմբագրվել է։ Այսինքն միակ իրատեսական տարբերակը այն չէ, որ գործող վարչապետին անվստահություն հայտնվի։ Նաև շատ հնարավոր է, որ դուք ինքներդ համոզեք հրաժարական տա, օրինակ, կամ այնքան հանրային ճնշումը մեծ լինի, որ կառավարության անդամները իրենք որոշեն անգործության հիմքով Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարեցնեն, կամ հնարավոր է այնքան ճնշում լինի, որ գլխավոր դատախազը առերևույթ բազմաթիվ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար քրեական վարույթ նախաձեռնելու գործողություն ձեռնարկի եւ կասեցնի ու դադարեցնի լիազորությունները։ Եվ այսպես բավականին շատ։ Վերջացած նրանով, որ մի օր դուք կարող արթնանաք եւ ասեք, որ չէ, այնուամենայնիվ, պարոն Փաշինյան, մեր ժողովուրդի պահանջը հետեւյալն է, դուք պետք է հեռանաք։ Եվ դա հնարավոր է։ Հնարավոր է, եթե իհարկե դուք տեղ լինեք ձեր պատգամավորի երդմանը, որ տվել եք այս համանդրության շրջանակներում։ Շնորհակալություն։ Եվ ոչ թե պայքարեք հանրապետության դեմ։